Շնորհակալություն, հարգելի պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը, որը նպատակ ունի լավարկելու արդեն իսկ մեծ թափ հավաքող եւ ուսուցիչների վարձատրության էական բարձրացման բերած ծրագիրը եւ միջև կոնկրետ փոփոխություններին անդրադառնալը թույլ տվեք մի քանի ցուցանիշ ներկայացնեմ, որը նաեւ տալիս է ընդհանուր պատկեր այս ոլորտում կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ ու մասնավորապես գիտեք, որ կառավարության ծրագրի առաջնահերթ ուղղությունն էր ներդնել մեխանիզմներ, որոնք մի կողմից կխրախուսեին ուսուցիչների մասնագիտական զարգացումը, մյուս կողմից էլ այդ մասնագիտական զարգացման արդյունքները ճանաչելով կբերեին վարձատրության բարձրացման։ Ու պետք է մի թվային ցուցանիշից սկսեմ, որը այն ցուցանիշն է, թե ինչքան միջոց էր պետությունը ուղղում այս նպատակին, օրինակ 2018 թվականին, 2018-ին մենք ունեինք ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ հավելյալ խրախուսման ընդամենը 1 ծրագիր, որին հատկացված էր 263 միլիոն դրամ, 2025-ին մենք արդեն ունենք 5 ծրագրեր այս ուղղություններով, որոնցից խոշորը իհարկե կամավոր ատեստավորումն է եւ 2025-ին միայն ուսուցիչների հավելյալ խրախուսման ծրագրերի վրա պետությունը ուղղել է ավելի քան 15 միլիարդ դրամ։ Եվ սա նշանակում է, որ սա մեր կայուն ու հետևողական քաղաքականությունն է եւ սրա արդյունքում նաեւ այսօր մենք ունենք 9602 ուսուցիչներ, որոնք արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել են կամավոր ատեստավորման գործընթացը, դրանք մեր ուսուցիչների շուրջ 31%-ն են եւ արդեն իսկ բարձրացված վարձատրություն են ստանում, նրանց վերջի խումբը միացավ այս գործընթացին անցած տարեվերջին եւ հունվարին արդեն առաջին անգամ կստանա հավելավճարները։ Պետք է նշեմ, որ կամավոր ատեստավորման այս ցուցանիշները միևնույն ժամանակ չեն չեղարկում անընդհատ գործընթացը դիտարկելու եւ լավարկելու մեր հանձնառությունը եւ անընդհատ խոսակցությունները, անընդհատ քննարկումները նաեւ բերում են շարունակական փոփոխություններ։ Հիմա ինչ փոփոխություններ ենք առաջարկում այս նախագծով։ Այս նախագծով մի քանի կարգավորումներ վերաբերում են արդեն գործող ուսուցիչներին եւ մյուսները վերաբերում են այն մարդկանց, ովքեր ուզում են ուսուցիչ աշխատել։ Մասնավորապես կարգով նախատեսված փոփոխություններով մենք նախատեսում ենք, որ ուսուցչի կողմից իրականացվող անհատական բաղադրիչի ժամերի վրա եւս կտարածվի ատեստավորման արդյունքների վարձատրությունը։ Ինչ է սա նշանակում, մեր ուսուցիչները բացի իրենց առարկաները դասավանդելուց նոր չափորոշիչի համաձայն նաեւ կարող են վարել խմբակներ, կարող են ունենալ նախագծային աշխատանքներ, որը կրթության անբաժանելի եւ շատ կարեւոր մասն է եւ հետեւաբար եթե ուսուցիչը բացի օրինակ ֆիզիկա առարկան դասավանդելուց նաև ֆիզիկայի նախագծային աշխատանք է ղեկավարում, ապա այս ժամերը նույնպես կհաշվեն։ Բնականաբար կարգավորում ենք այն իրավիճակը, երբ որ ուսուցիչը արդեն երկրորդ կամ երրորդ անգամն է մասնակցում ատեստավորմանը եւ այս պարագայում ֆիքսում ենք, որ եթե հավասար արդյունք ցուցաբերի, ապա ուսուցչի հավելավճարի չափը կպահպանվի եւ կսահմանվի նոր հնգամյա ժամկետ, պետք է հիշեցնեմ, որ եթե դրույքաչափը փոխվում է անժամկետ, ապա հավելավճարը գործում է 5 տարի ժամկետով։ Այսինքն եթե երկրորդ անգամ մասնակցեց եւ ունեցավ հավասար արդյունք, հավելավճարի չափը պահպանվում է, բայց նոր հնգամյա ժամկետ է սահմանվում։ Եթե ավելի ցածր հավելավճարի արդյունք է ցույց տալիս երկրորդ անգամ, հավելավճարը նախորդ ավելի բարձր արդյունքի չափով է պահպանվում, բայց արդեն նախորդ անգամ սահմանված ժամկետի չափով եւ բնականաբար ավելի բարձր հավելավճարի իրավունքի դեպքում, երբ որ նոր մասնակցությունը ավելի բարձր արդյունք է ունեցել, ապա նոր ժամկետ է սահմանվում նոր հավելավճարի չափով։ Երկրորդ խումբ փոփոխությունը, որը վերաբերում է ուսուցիչ աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց, հիմնվում է Հանրակրթության օրենքի վերջին փոփոխության վրա։ Մասնավորապես ես ուզում եմ հիշեցնել, որ Հանրակրթության օրենքում վերջին տարիներին մենք մի քանի փոփոխություն արեցինք, ճկունություն ցուցաբերելով եւ հնարավորություն տալով, որ եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա դրան կարող են մասնակցել նաեւ տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, մանկավարժի որակավորում չունեցող եւ կոնկրետ դասընթացներ մանկավարժահոգեբանական հմտությունների ուղղությամբ անցած մարդիկ։ Վերջին փոփոխությամբ օրենքով
մենք սահմանեցինք, որ եթե ունեն հարակից ոլորտի մասնագիտական կրթություն բարձրագույն եւ տվյալ առարկայի ոլորտում 40-ից 79 կրեդիտ, եթե կամավոր ատեստավորված են, ապա նույնպես կարող են աշխատել ուսուցիչ եւ այս խմբի համար հիմա ստեղծում ենք հնարավորություն կամավոր ատեստավորմանը մասնակցելու։ Երկրորդ խումբը մեր ուսանողներն են։ Մենք հանրակրթության օրենքի փոփոխությամբ հնարավորություն էինք տվել, որ եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա մանկավարժական կրթություն ստացող ուսանողը կրթության վերջին տարում կարողանա դասավանդել։ Հիմա մենք այս ուսանողներին հնարավորություն ենք տալիս նաև կամավոր ատեստավորման մասնակցել։ Սա ինչու եմ կարևոր համարում, որովհետև յուրաքանչյուր տարի կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցում են նաև այդ պահին ուսուցիչ չաշխատող մարդիկ, օրինակ այս տարի 500-ից ավել նման մարդ է մասնակցել կամավոր ատեստավորմանը, նրանք ունենալով նաև արդեն ատեստավորման արդյունքը, գիտեն, վստահություն ունեն, որ բարձր վարձատրություն են ստանալու եւ այդ ատեստավորման արդյունքը ունենալով արդեն դիմում են ուսուցչի աշխատանքի համար։ Եվ այս կարգավորումները բնականաբար նոր հնարավորություններ կընձեռեն ու կլավարկեն եղած գործընթացը։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Կինալեսենակ օրակարգում էլի ունենք նմանատիպ հարց չէ, որ հաստատեցինք, եթե դժվար չի մի քիչ էլ դրա մասին պատմեք, որ ամբողջական լինի պատկերը։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, սիրով, հատկապես որ խոսքը վերաբերում է մեր արտադպրոցական հաստատությունների մանկավարժներին, արվեստի, սպորտի դպրոցների մեր մանկավարժներին, որոնք նույնպես 2023 թվականից գիտեք, որ ատեստավորման հնարավորություն են ստացել էլի կամավորության հիմունքներով եւ 23 թվականից սկսած մենք այս գործընթացը իրականացնում ենք ու կառավարության չզեկուցվող հարցերից մեկով նաեւ լավարկեցինք գործող կարգը, որով նաև համատեղությամբ աշխատելու դեպքում նրանք կկարողանան համատեղության վայրից նույնպես ստանալ լրավճար, եթե նույն ուղղությամբ են դասավանդում համատեղության վայրում։ Այս հստակեցումը այս պահին կարող է վերաբերել շուրջ 290 մանկավարժների, որոնք արդեն ատեստավորված են, դրանք արվեստի դպրոցների, երաժշտական դպրոցների, գեղարվեստի դպրոցների եւ սպորտ դպրոցների մեր ուսուցիչներն են։ Ընդ որում պետք է նշեմ, որ 25 թվականին ատեստավորումը մենք իրականացրել ենք ամբողջությամբ նոր ուղղություններով եւ ըստ էության արդեն շատ մեծ թվով մարդիկ կարողացել են մասնակցել 77.2%-ը ատեստավորված մանկավարժների արվեստի ոլորտի ներկայացուցիչներն են եւ 22.8%-ը սպորտի ոլորտի։ Ես հուսով եմ, որ մեր մարզադպրոցների մարզիչները ավելի ակտիվ կլինեն այս տարի եւ մենք ավելի մեծ մասնակցություն ու ցուցանիշներ կունենանք նաեւ սպորտի ոլորտից ու պետք է հիշեցնեմ, որ քանի որ այստեղ շատ տարբեր են մեր արտադպրոցական հաստատությունները եւ համայնքային մարզադպրոցներն ու արվեստի դպրոցները շատ տարբերվում են նաեւ իրենց դրույքաչափերով, մենք ֆիքսված հավելավճարներ ենք տալիս, ոչ թե տոկոսային, ինչպես կամավոր ուսուցիչների կամավոր ատեստավորման դեպքում էր, եւ 90-ից 100%-ի պարագայում ստանում են 138.300 դրամ հավելավճար պետական բյուջեից, 80-ից 89%-ի պարագայում 111.500 դրամ հավելավճար եւ 70-ից 79%-ի պարագայում 80.600 դրամ հավելավճար։ Իհարկե սա դեռևս շատ սպეციფიկ ուղղություններ պարունակող ոլորտ է եւ մենք կան ոլորտներ, որոնց կանդրադառնանք այս տարի, ուղղություններ թե արվեստում, թե սպորտում եւ հույս ունեմ, որ այս տարվա արդյունքներով շատ ավելի մեծ թվով մարդիկ կօգտվեն այս հնարավորությունից։ Շնորհակալություն։